Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ չի ակնկալում, որ Եվրամիությունը կդադարեցնի Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը։ Այսօր Եվրամիությունում տնտեսական աճը կազմում է 1%, իսկ Վրաստանում 10%, եւ դա այն պատճառով է, որ մենք ճիշտ ենք մտածում տնտեսական առումով։ Եթե վիզաները վերադառնան, եթե այդ երկրներում փող ծախսող զբոսաշրջիկներին ներս չթողնեն, ապա նրանք այդ աճն էլ չեն ունենա։ Պապուաշվիլու խոսքով առանց վիզայի ռեժիմի դադարեցման համար ոչ մի հիմք չկա։ Վիզաներով վրաց ժողովրդին շանտաժի ենթարկելն անընդունելի է։ Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի քաղաքացու անձնագիրը 43-րդն է աշխարհում, իսկ այն երկրների թիվը, որտեղ հնարավոր է մուտք գործել առանց նախնական վիզայի, 60-ից հասել է 123-ի։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ այդ թիվը շարունակելու է աճել։ Վրաստանի քաղաքացիական հասարակությունն արձագանքել է երկրի քաղաքացիների նկատմամբ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկման սպառնալիքին։ Վրացական 2 տասնյակ հասարակական կազմակերպություն հանդես է եկել հայտարարությամբ։ Նշվում է, որ Թբիլիսիի միջազգային գործընկերները պետք է պատժամիջոցներ կիրառեն ոչ թե վրաց ժողովրդի դեմ, այլ այն անձանց նկատմամբ, որոնք նպաստում են հակասահմանադրական օրենքների ընդունմանը և հետապնդում են Վրաստանի եվրոպական ուղեգծին աջակցող ուժերին։ Վրաստանի քաղաքացիական հասարակությունը խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի վիզաների ազատականացված ռեժիմը չվերանա։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ Եվրամիության հետ հարաբերությունների վատթարացումը և Եվրոպայում վրացիների ազատ տեղաշարժի սահմանափակումը բխում են Ռուսաստանի շահերից։ Լեհաստանը ոչ ցանկալի անձ է հայտարարել Վրաստանի ուժային կառույցների 8 ներկայացուցչի, նրանց մեղադրելով խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Թբիլիսիում Լեհաստանի դեսպանությունից չեն հստակեցրել անձանց անունները, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Բացի մուտքի արգելքից, պատժամիջոցները ներառում են նաև ֆինանսական և տնտեսական գործիքներ։ 2023-ից 2025 թվականներին նմանատիպ սահմանափակումներ են կիրառել նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան, Ուկրաինան և Գերմանիան։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն Անկարայում ընդունել է պաղեստինյան Համաս շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Մուհամմեդ Դերվիշին և կազմակերպության քաղբյուրոյի անդամներին։ Հանդիպմանը քննարկվել են Գազայում հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը։ Ընդգծվել է տարածաշրջան մարդասիրական օգնության հասանելիության ապահովման ուղղությամբ միջազգային հանրության առավել ակտիվ ջանքերի անհրաժեշտությունը։ Կողմերը շեշտել են պաղեստինցիներին իրենց հայրենի հողից վտարելու փորձերն անթույլատրելի են։ Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրի տվյալով քննարկվել են նաև պաղեստինյան խմբավորումների միջև համաձայնության հասնելու հարցերը։ Ֆիդանն ընդգծել է դրանց միջև միասնության ապահովման կարևորությունը և վերահաստատել այդ ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամությունը։ Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ X-ի միկրոբլոգում գրել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը։ Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի մայրաքաղաքում արդյունավետ հանդիպումներ կունենան երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը նպաստելու և տարածաշրջանային ու գլոբալ զարգացումների շուրջ կարծիքներ փոխանակելու տեսանկյունից։ Թուրքիայում ապրիլի 18-ին սկսվել են շուրջ 200 քաղաքացու դատավարությունները, որոնք մասնակցել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի կալանավորման դեմ զանգվածային ցույցերին։ Նրանց թվում են լրագրողներ, ուսանողներ և ակտիվիստներ։ Նրանք մեղադրվում են արգելված բողոքի ակցիաներին մասնակցելու և ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար։ Ոմանց մեղադրանք է առաջադրվել նաև զենք կրելու համար։ Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ İmamoğlu'ի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել İmamoğlu'ին և բերման ենթարկված ընդդիմադիր այլ պաշտոնյաների։ İmamoğlu'n մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ Էքրեմ İmamoğlu'ի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրությունում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը։
Միջազգային հանրությունը դատապարտել է Իմամօղլուի կալանավորումը, այն անվանելով հակաժողովրդավարական քայլ։ Ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ ընդդիմությունը մտադիր է հավաքել 30 միլիոն քաղաքացու ստորագրություն Իմամօղլուին ազատ արձակելու եւ արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջով։ Այդ թիվն ավելին է, քան Էրդողանը ստացել է 2023 թվականի ընտրության արդյունքում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ռուսական Russia Today լրատվական գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է Իրանի եւ Ռուսաստանի հարաբերություններին, միջուկային բանակցություններին եւ այդ գործընթացում Ռուսաստանի դերին եւ մի շարք այլ թեմաների։ Խոսելով Հարավային Կովկասում զարգացումների եւ դրանցում Թեհրանի ու Մոսկվայի դերի մասին, Արաղչին նշել է, որ այդ հարցը եւս քննարկվել է նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումների ժամանակ։ Իրանի եւ Ռուսաստանի քաղաքականությունները Կովկասի տարածաշրջանում համահունչ են։ Մենք մշտական խորհրդակցությունների մեջ ենք։ Աշխատել ենք նաեւ նախկինում համատեղ ձևաչափերում տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Վերջերս սկսել ենք 3 գումարած 3 նախաձեռնությունը։ Այդ հարցում Իրանի եւ Ռուսաստանի դիրքորոշումը համընկնում է։ Մենք վստահ ենք, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Արտաքին ուժերի ներկայությունը ոչ միայն չի նպաստում անվտանգությանը, այլև վտանգավոր է։ Արաղչին հավելել է, Թեհրանում եւ Մոսկվայում ուրախ են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պատրաստ է։ Դիվանագետը հույս է հայտնել, որ այն շուտով կստորագրվի։ Նա վստահություն է հայտնել, որ դրա ստորագրումից հետո տարածաշրջանը կմտնի նոր փուլ, կզարգանան տնտեսական եւ քաղաքական կապերը։ Russia Today-ի հետ հարցազրույցում Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանն ու Մոսկվան ռազմավարական համագործակցության գագաթնակետին են։ Երկկողմ հարաբերությունները երբեք այսքան սերտ եւ ամուր չեն եղել։ Աբբաս Արաղչիի խոսքով Իրանի եւ Ռուսաստանի դիրքորոշումները միջազգային շատ հարցերում համընկնում են կամ շատ մոտ են։ Չէի ասի, թե մեր միջև տարաձայնություններ չկան։ Իհարկե որոշ հարցերի շուրջ դրանք կան, բայց կարևոր է, որ մենք մշտապես խորհրդակցում ենք ու համակարգում մեր մոտեցումները։ Մենք չենք մոռանում մեր ընկերներին դժվար ժամանակներում եւ մնում ենք նրանց կողքին։ Աբբաս Արաղչին նաև հայտարարել է, որ Իսրայելը երբեք չի կարող հարձակվել Իրանի վրա, նույնիսկ Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Դիվանագետը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի վարչակազմը չի գնա իր խոսքով նման ռիսկային եւ վտանգավոր արկածախնդրության։ Անդրադառնալով Սիրիայի զարգացումներին, Արաղչին նշել է, որ Թեհրանը չի շտապում կապեր հաստատել Սիրիայի ներկայիս կառավարության հետ, քանի որ երկրում իրավիճակը դեռևս կայուն չէ։ Իրանի արտգործնախարարն ամփոփել է Հռոմում Օմանի միջնորդությամբ տեղի ունեցած Իրано-ամերիկյան բանակցությունները։ Հռոմում համեմատաբար դրական մթնոլորտը թույլ տվեց առաջընթացի հասնել հնարավոր գործարքի սկզբունքների եւ նպատակների համաձայնեցման հարցում։ Մենք հստակ նշել ենք, Իրանում շատերը կարծում են, որ միջուկային գործարքը մեզ համար արդեն բավականաչափ լավը չէ։ Իսկ նրանց այդ գործարքից մնացել են միայն քաղված դասերը։ Անձամբ ես հակված եմ համաձայնել։ Աբբաս Արաղչին տեղեկացրել է, որ ապրիլի 23-ից Օմանում կմեկնարկեն տեխնիկական խմբերի բանակցությունները, ինչից հետո կշարունակվի Թեհրանի եւ Վաշինգտոնի թիմերի միջև քննարկումների երկրորդ փուլը։ Նա նշել է, որ բանակցությունների նկատմամբ զգուշավոր լավատես է։ Բանակցությունների նախորդ փուլը եւս տեղի էր ունեցել Օմանում, կողմերն ընդգծել էին երկխոսության եւ դիվանագիտության կարեւորությունը։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Իրան-Միացյալ Նահանգներ բանակցություններին նշել է, որ դրանց գլխավոր թեման միջուկային գործարքի քննարկումն ու պատժամիջոցների վերացումն են։ Նրա խոսքով պետք է լինի նաև երաշխիք, որ կողմերը կկատարեն ստանձնած պարտավորությունները։ Բաղային տեղեկացրել է, որ բանակցությունների հաջորդ փուլը, ինչպես նաև տեխնիկական քննարկումներն անցկացվելու են Մասկատում։ Նա նաև հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն այս շաբաթ կայցելի է Ադրբեջան։ Նրա խոսքով այցը կարևոր նշանակություն ունի երկու երկրի հարաբերությունների զարգացման համար։ Պաշտոնյան նաև նշել է, որ Իրանի արտգործնախարարը մայիսի 22-ին կմեկնի Չինաստան։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման պատմական հնարավորություն է ստեղծվել, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը թուրքական հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Նա համոզմունք է հայտնել, որ Բաքվի եւ Երևանի միջև ուղիղ բանակցություններն առկա խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն է։ Ջեյհուն Բայրամովի խոսքով խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացումը Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերի արդյունքն է եւ դրա ստորագրումը կլինի խաղաղության գործընթացի եզրափակիչ փուլը։
Չնայած դրան Բայրամովը կրկին մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի նկատմամբ իբր տարածքային պահանջներ ունենալու համար։ Նա նաև ընդգծել է Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը եւ մեղադրել հայկական կողմին դրանից իբր հրաժարվելու համար։ Մինչդեռ Երևանը բազմիցս հայտարարել է Մինսկի խմբի լուծարումն ու խաղաղության պայմանագիրը միաժամանակ ստորագրելու պատրաստակամության մասին։ Բայրամովն անդրադարձել է նաև Բաքու-Վաշինգտոն հարաբերություններին, հույս հայտնել, որ Թրամփի օրոք դրանք կբարելավվեն։ Նա մեղադրել է Բայդենի գլխավորությամբ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմին հայամետ դիրքորոշման համար։ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ Բայրամովը որակել է լավ։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ կան ոլորտներ, որոնց շուրջ կարող են տարաձայնություններ լինել, բայց կողմերը միշտ բաց խոսում են դրանց մասին։ Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը, ադրբեջանցի դիվանագետը նշել է, Բաքուն հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն այցելել է Բաքու, որտեղ մասնակցել է Աֆղանստան տարածաշրջանային փոխկապակցվածություն, անվտանգություն եւ զարգացում համաժողովին։ Այցի շրջանակում Նարիշկինը հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի արտաքին հետախուզության եւ պետական անվտանգության ծառայության ղեկավարության, ինչպես նաև այլ հետախուզական կառույցների ղեկավարների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով բանակցությունների ընթացքում ռուս պաշտոնյան նշել է, որ հատուկ ծառայությունների գծով Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև համագործակցությունը դինամիկ զարգանում է։ Գրում է կառուցողական, փոխշահավետ եւ վստահելի բնույթ, ինչպես նաև ուղղված է Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանությանը։ Վարդուհի Արությունյան, հարևաններ։